Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչպես տեսնում եք, բնակիչները դժգոհում են, որ անդադ հայտարարում եք, ճանապարհը փակում ենք, բացում ենք, ինչով է դա պայմանավորված, Ուրեմն փողոց փակելը դա ընդհանրապես նախազգուշական քայլ էր, սիրելի լրագրողներ, ուրեմն մեր քայլը իհարկե լինելու է հաջորդական, մենք մինչև չստանանք մեր հարցի ռեալ պատասխանը եւ խելամիտ պատասխանը, այսօր այստեղից կամ փողոցը ընդհանրապես գուցե 5 րոպե հետո ընդհանրապես երթևեկությունը դադարեցվի, դա ընդհանրապես նախազգուշական քայլ էր։ Մենք սպասում ենք պատկան մարմինների արձագանքը։ Մինչև երբ եք սպասելու։ Մինչև երբ, ընդհանրապես 5-10 րոպե։ Դրանից հետո կրկին փողոց եք փակել։ Գուցե արդեն հացադուլ ենք հայտարարելու, չգիտեմ։ Հասկացաք, մենք ունենք հաջորդականության քայլեր, որը որ պետք է անենք հաջորդական։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ կարևոր, շատ կոշտ, ամեն ուշացման դեպքում մեր քայլերը կլինեն ավելի կոշտ։ Բնակիչները տեղյակ են ձեր քայլերի մասին, ըստեյության այնտեղ բնակիչները դժգոհվում են, որ 5 րոպե տևեց ընդհանրապես ձեր ճանապարհը։ Հանրությունը դա մեծ հասկացողություն է, բոլորը իհարկե տեղյակ չեն։ Ովքեր են տեղյակ այդտեղ։ Կան մարդիկ, որ տեղյակ են, որոնք կմասնակցում են, որոնք կանեն ինչ որ պետք է, ինչ որ հստակ հրահանգումը։ Ես կարծում եմ, դուք էլ նկատում եք, մեր հավաքը շատ օրինական է եւ շատ կազմակերպված։ Դուք կարծում եմ ֆիքսեցիք, որ մեր այսօրվա հավաքը շատ կազմակերպված է։ Մենք կփորձենք այդպես շարունակել։ Եթե դրան համարժեք պատասխան չենք ստանա, մեր քայլերը ավելի կկոշտացնեն։ Ասում եք արձագանք ենք սպասում, բայց արձագանքել են, որ կհանդիպեն ձեզ հետ։ Եղվարդ համայնքում նշեց։ Այդ արձագանքը։ Իսկ ո՞րն է ձեզ Այսքան ժողովուրդը մեր հարցի ռեալ ու իրական լուծում։ Մենք պահանջում դա այսօր մենք պետք է ստանանք դա։ Հիմա մարդիկ 10 րոպե սպասեն եւ նոր հայտարարություն կանեք անելիքի վերաբերյալ։ Գուցե 10 րոպե կսպասեն, գուցե ժամը 9-ին համբերեք տեսնեք։ Ձեր այն հորդորը կոչը, որ դուք մարզպետ չեք գնալու Եղվարդում հանդիպելու մարզպետի հետ այլ պահանջում եք այստեղ ինքը կա փոխանցեցին մարզպետին։ Մեր պահանջը անձնական չէ, մեր պահանջը հանրության է, վերաբերում է ամբողջ համայնքին, այդ իսկ պատճառով որ մենք ոչ թե գոռոզամիտ ենք, այլ մենք ընտրել ենք պատկան մարմին, որպեսզի ենթարկվի ժողովրդին։ Այստեղ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը իմիջիայլոց։ Այս ժողովուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մարզպետը ասել էր, որ 10:30 Եղվարդում պատրաստ է ընդունել ձեզ։ Դուք քաղաքացիները բողոքում են, որ չէ, իրենք չեն ուզում գնալ։ Դուք ձեր պահանջը փոխանցեցիք, որ մարզպետը գա այստեղ, այլ ոչ թե գնաք Եղվարդում հանդիպել։ Ես հստակ ասեցի, կարծում եմ, հստակ ասեցի, որ մենք մարզպետին ստենք սպասում։ Ուրիշ պատասխան չեմ տվել։ Գործընկերեի նկատի ունի դուք փոխանցել եք մարզպետին, որ նա ով ինձ ներկայացրել է, որ մարզպետը նման հրավեր է արել, ես այդ նույն մարդու միջոցով փոխանցել եմ նաև իմ կարծիքը։ Ո՞վ է այդ հարցը։ Դե ձեզ կարծում եմ չի հետաքրքրի։ Լսեք իրեն։ Սիրելի քասակցիներ, ընդհանրապես 5 րոպե ձեր համբերությունը, ես հասկանում եմ ձեր համբերությունը լրանում է, ընդհանրապես 5 րոպե հետո սպասեք մեր հետագա քայլերին, ոչ մի ինքնագործունության, հրաշալի եք դուք, շատ լավն եք, եւ բոլորը հիանում են ձեր կազմակերպչական գործունեությամբ, սիրելի քասակցիներ, դուք շատ կազմակերպեք, ես խնդրում եմ այսպես պահպանել, մենք միայն օրինական ճանապարհով կարող ենք հարցի լուծման հասնել, փողոց փակելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական որոշումն է, փողոց փակելը դա օրինական է, մեր հարցի լուծում չստանալը մեզ ստիպել է մենք գնանք ծայրահեղ քայլերի, ոստիկանությանը խնդրում եմ մեր հորդորներին, մեր ակցիային շատ ողոմայից վերաբերվել, նրանց պարտականությունը միմիայն հասարակական կարգը պաշտպանելն է,